Ողջույն բարեկամներ։ Նախ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնում են ալիքին աշխատանքները շարունակելու համար։ Ես տարբերակներ եմ որոնում, ոնց ինչ մեխանիզմ մշակեմ, որ բոլոր նվիրատուների անունները ինչ որ մի ձև միտեղ երևա։ Ես խնդրել եմ դրանից հասկացողներին, որ օգնել են հարցում, բայց ուզում ասեմ, որ դա իմ մտքում կա եւ շատ շնորհակալ եմ ձեր աջակցությունների համար, խնդրում եմ շարունակեք, բաժանորդագրվեք, օգնեք եւ ամենակարևորը տարածեք։ Մեր կռիվը այսօր դեռ ինֆորմացիոն դաշտումը, եթե ինֆորմացիոն դաշտում կարողանանք փոփոխություն մտցնել, ազդել, կատարել են ինչ որ պետք է, մենք գետնի վրա կունենանք անպայման արդյունք։ Դե ուզում եմ սկսեմ այս հովանորություններից, որոնք շատ են, ես ոչ լավ, ոչ վատ, ավելի շատ վատ են իմաստով, որ չես կարող մի հատ լուսավոր կետ բռնես, որ ասես այս է լուսավոր կետը, այ տեսեք, էսի լուսավոր կետն է, գնում ենք դրան ու լավ է լինելու։ Փորձում ենք ստեղծենք այդ լուսավոր կետը առանց հանձնվելու, վստահ լինելով, որ լուսավոր կետը իրան չի լինում, դա պետքա ստեղծել, եթե նույնիսկ չկա, պետքա ստեղծել։ Եվ այսպես երկար նվաստացումներից հետո, հոխորտացումներից հետո հայկական պատվիրակությունը գնացել Բաքու։ Գնացել է մի երկիր, որտեղ իրանց ասել են նախօրոք, որ դուք հիվանդ եք որպես հասարակություն, եւ իրանք որպես հիվանդ հասարակության ներկայացուցիչ հենց այդպես էլ ներկայացել են իրանք որպես հասարակության ներկայացուցիչներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչ։ Հասարակական սեկտոր, որը հիվանդ է, հիմա սրանք որ գնացել են ներկայացնեն որպես հիվանդ հասարակության ներկայացուցիչ։ Շատ հպարտ դեմքով են նստած, իմ գելոց ասեմ, որ սրանց մեջ պետք է լիներ նաև մի կին, չգիտես ինչ ես նկարի մեջ չկա, որովհետև դեռ Բաքվից նկար մենք չունենք։ Սա է այս կինը, մի հատ ուզում նայեք։ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի հիմքի վրա ստեղծվել է ժողովրդավարության զարգացման հիմնադրամը եւ այնպես է ստացվել, որ այսօր 1 տարին է, ինչ դուք ստանձնել եք այդ հիմնադրամի տնօրենի պաշտոն։ Բաց հասարակության հիմնադրամի ներկայացուցիչ ասել է թե Սորոսի գրասենյակի ներկայացուցիչ։ Դե բնականաբար ինքը ուրիշ տեղից չէր կարող լինել, որովհետև այս ամբողջ իշխանությունն է այդ գրասենյակներից դուրս եկել։ Այստեղ շատ կարևոր է մեպա կանգ առնել։ Սրանք բոլորը մեծացել, դաստիարակվել, սնվել, կազմակերպվել, իրենց փորձառությունը երևի իրականացել են այդ տարբեր տեսակի հիմնադրամներում, որոնք հիմնականում սնվել են նույն տեղից, այդ բաց հասարակություն կոչվածից, որը հենց Սորոսի հիմնադրամն է։ Հիմա սատերը կասեն, ահա, տեսա որ ասում ենք Սորոսն է սրանց բոլորի հովանավորը, այո, Սորոսն է հովանավորը, ինչելոց ոչ թե Սորոսը միայն սրանց հովանավորն է, այլև ամբողջ դատական համակարգի Հայաստանի, հանրապետական կուսակցության, բոլոր դրանց ծրագրերի, դաշնակցության մեդիայի հովանավորն էր նաև Սորոսը, հիմա չգիտեմ, հիմա հովանավորն է թե չէ, չգիտեմ, էլ ինչ կար այնտեղ, ուրեմն տամոժնի հովանավորներ, ոստիկանների հովանավոր, դատական համակարգի, Սորոսը մի հատ փողի տոպրակ էր, որ սոված Հայաստանը ուղղակի բացել ու գզում էր, այդ հալանում էր, դե Ռոբերտ Քոչարյանի ժամանակից սկսած։ Դե բնականաբար, եթե միտեղ կա փող, դա պետքա թալանվեր։ Այստեղ ամենակարևորը գիտեք որն է, ոչ թե փողն ով է տալիս, այլ ովքեր են կանգնած այդ փողի ղեկավարման գլխին, այս է կարևոր։ Եվ ինչպես հասկանում եք, Հայաստանում անտեր փող շրջանառվող էնել մեծ փող չէր կարող լինել։ Այդ բոլոր գրասենյակների ղեկավարներից մինչև վերջին աշխատողը նշանակվում են այն մարդիկ, որոնք պետք է իրականացնեն այդ փողի դիմաց այն, ինչ որ պետք էր իշխանությանը։ Բայց ուրիշի փողերի հաշվին։ Այսինքն փողը տալիս էր Սորոսը, ծրագրերը իրականացվում էր այն, ինչ որ պետք էր տեղի հատուկ ծառայություններին։
Եվ այդպես ստացվեց, որ ամբողջ Սորոսի գրասենյակներում թրծված անհայրենիք վիժվածքները պարզվեց, որ բոլորը թրքասեր են ու մեկ էլ բոլորը իրականացնում են Սերժ Սարգսյանի ստեղծած քայլարասների ծրագրերը։ Դե արի ստեղ մի ասա, որ բայց ո՞նց եղավ։ Պատահական, իհարկե ոչ։ Նորից եմ կրկնում, եթե մարդը դեռ այս մեխանիզմը չի կարողացել հասկանալ, այ նույնիսկ կրկնեմ, այդ փողերը գալիս է երկիր։ Հարցեն չի ով է տալիս, հարցենա ով է դա վերահասկում տեղում։ Եվ հիշում եք ով է Սորոսի գրասենյակի տնօրենը։ Միջև մեր Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էր, չգիտեմ ժամանակ այդ Սասուն Խաչատրյանի, դա եղբայրը։ Այնպես որ ժողովուրդ ջան, սրանք բոլորը անհայրենիք կյանքում իրանց ամբողջ կենսագրության մեջ ոչ մի օգտակար գործ չարած, ոչ մի կարևոր պետությունների համար մասնագիտություն չեն տիրապետել երբեք։ Այսինքն սրանց օգտակար գործողության գործակիցը եղել է 0։ Ու այսօր այդ 0 մարդկանց տրված է պետություն ղեկավարելու հնարավորություն։ Մի խոսքով, վերադառնանք սրանց, այսա, որ այս նկարի մեջ չկա։ Սրանք են ներկայացուցիչներն էին, որոնք թուրքերին են ընդունել Հայաստան։ Դե հիմա որպես հիվանդ հասարակության ներկայացուցիչ գնացել են իրենց այդպես բնորոշած երկիր ներկայացնելու Փաշինյան Նիկոլին իմջալով, ոչ թե մեզ։ Վստահ եղեք, որ այս հասարակական սեկտորի ներկայացուցիչներ չեն սրանցից ոչ մեկը։ Սրանցից ոչ մեկը երբևէ հասարակական գործունեության մեջ ոչ մի դեր անգամ չի ունեցել։ Հասարակական սեկտորը ես լավ գիտեմ, ես օդից չեմ առաջացել, ես հասարակական ակտիվության մեջ եմ թրծվել մինչև քաղաքականություն ավելի խորը մտնել, սրանցից ոչ մեկ երբևէ հասարակական սեկտորի ներկայացուցիչները, իրական հասարակական սեկտորի ներկայացուցիչները կարող են երկրորդել ինձ։ Սրանցից ոչ մեկ երբևէ մի հասարակական կարևոր միջոցառման, դա կլիներ ցույց, դա կլիներ միտինգ, ճանապարհ փակել, պայքար, մենք պայքարների բան ենք ունեցել, համաստեղություն անդադար, ստե վերջանում էր, չկամ չէր վերջանում, ստե ջարդում էր, գնում ենք այնտեղ ջարդվում ենք, գալիս ենք։ Սրանցից ոչ մեկ երբևէ ոչ մի տեղ չի եղել։ Այսինքն սրանք չեն ներկայացնում Հայաստանի իրական հասարակությունը։ Այն էլ ակտիվ քաղաքացիական հասարակություն, սրանք չեն ներկայացնում։ Սրանք հենց այդ կառույցներում, Սորոսի գրասենյակներում բուծված կենթանիներ են, որոնց այսօր օգտագործել են, ուղարկել են, որպեսզի ներկայացնի մի հասարակություն, որը հրավիրող ասում է դուք հիվանդ եք։ Եվ այսպես գնացել են իրանք ներկայացնել այդ հիվանդ հասարակությունը։ Դուք պետք է սրանց լավ ճանաչեք։ Սա իր խոսքերն են, նայեք։ Ինքը ընդամենը մի օր առաջ է ասել սա, որ այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Իրանք գնացել են ասել ճիշտ ես ասում։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է, իրանք գնացել են ասել ճիշտ ես ասում, մենք քո հողից ենք եկել։ Բա սրանց լավ ճանաչեք դեմքով եւ փոխանցեք անպայման որ տեսնեք։ Ձեր կողմից ինչ ուզում եք ասեք, դուք ազատ եք ձեր խոսքերի մեջ, բայց օրը գալու է, այս հերթականությամբ պլյուս սա նստած է լինելու ձեր կողքը, բայց ճաղերի հետևում, որպես այս ամբողջ դավաճանական գործընթացը նոր փուլ բերելու եւ նոր մակարդակի վրա դնելու համար։ Ալիև դու ոնց դրանց պահես այդտեղ, պահես։ Հայաստանում գլխի չեն ընկնի նույնիսկ։ Դուք ո՞ւմ ասում, Հայաստանում գլխի չեն ընկնի, որ ասենք 5 հատ ինչ որ բան է սպայ կոմոդ։ Հանգիստ կարաս սպայես։ Մեզ իրենք իրոք պետք չեն եղել, հիմա էլ պետք չեն։ Բացարձակ։ Եվ այսպես, իսկ մյուս հիվանդը կռանալու հակված, կռանալու սովոր, կռանալու համար ծնված, կռացած իր կարիերան առ այսօր իրականացնող նեռագույնը հիմա էլ կռացած է Տոկաևի առաջ։ Տոկաևի, ոչ ավել, ոչ պակաս։
որը վզից ինչ որ արծիվ է կախում, որը Ղազախստանի պարգև է, իրենց մոտ է սիմվոլ է, հա։ Տոկաևը, որ ընդամենը մի ամիս առաջ, 2 ամիս առաջ Շուշիում էր, հա, եւ ասում էր, որ սա մենք պետք վերականգնենք, սա մեր տարածքներն է, շնորհավորում էր Ալիևին եւ հպարտ էր Ալիևի հաղթանակներով։ Սա գնացել է, կռացել է մեկի առաջ, որը հպարտ է Ալիևի հաղթանակներով։ Գիտեք վզդին ինչա կախում, ծառայության համար լավ մեդալ, այսինքն լավ ծառայության համար մեդալ։ Դուք պատկերացնում եք մեր երկրի ներկայացուցիչը կռացած է ուրիշ ներկայացուցիչներին, բացքեվացում են իր լավ ծառայության համար։ Դե ինչ է կարծում, ես նկարով պետք է ոգևորվի ըստ ձեզ, ում համար սա կարող է նորմալ լինի, ում արժանապատվությանը կարա սա չկպնի, ով արժանապատվություն չունի, ով չգիտի դա ինչ է։ Մենք անցնենք մեր նորություն։ Ղազախստանը հույս է հայտնում եւ վստահ է, որ այդ գործարքը լինելու է շարունակական, անասնակերի ներմուծումը Հայաստան, Ադրբեջանի տարածքով։ Եվ ինքը մեծ հույսեր է կապում, որ վերջապես ղազախական ապրանքը Ադրբեջանով արդեն իրենց պատկերացած Սյունիքի միջանցքով կհասնի Նախիջևան։ Միակ ուրախ են դրա համար։ Բայց ծրագիրը իրականացնելու համար այս կենթանուն ինչի նաև է ծրագիրը իրականացնելու համար ինչի պետք է չպարգևացրեն, որ ես պատկեր չեմ տեսնում։ Իսկ նույն այս ժամանակ արդեն քանի որ իրենք 100 տարի առաջ տեսնում են ինչա լինելու, ի տարբերություն մեզ, մենք դրա մասին խոսելու ենք։ Թուրքիայի դասագրքերում արդեն կենտրոնական Ասիան փոխում են Թուրքիստանով։ Բա արդեն չի լինելու, արդեն չկա իրաց դասագրքերում կենտրոնական Ասիա, դա հենց Թուրքիստանն է, որը կապելու է մայր Թուրքիայի հետ, հենց իրենց արդեն գրաված, իրենց պատկերացած Զանգեզուրի միջանցքով, որ իրականացնելու համար էլ այս անասունին կռացել են ու մեդալը կախում են իր վզից։ Իսկ սա Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, որն ասում է. Հայաստանը միջև վերջի քայլը, միջև վերջի տողը չիրականացնի Ադրբեջանի պահանջները եւ դրանից հետո նոր չկնքի այդ խաղաղության պայմանագիր կոչվածը ոչ մի ճանապարհ չի բացվելու Թուրքիայի կողմից։ Ինչը որ միշտ ասել ենք մենք, ինչը որ շատ կանխատեսելի է եղել, այսինքն դու միջև վերջի մեր ուզածը չանես, ոչ իման չենք բացելու, մեզ դա պետք է չի։ Բայց մեզ են համոզում այս ճիվաղները, որ մեզ պետք է, որի դիմաց պետք է կապիտուլացվենք, ամեն ինչ տանք, արդեն իրանք արդեն գծել են Թուրքիստանը, արդեն գծել են, դա չեն թաքցնում, որ դա իրականացվել է արդեն, որովհետև ունեն ներդրած ոչ միայն ճիվաղին, այդ ճիվաղի նման մի ամբողջ բանակ, որը գրավել է ամբողջ ուժային կառույցները, բանակ, ոստիկանություն, դատախազություն, մեդիա, կարևոր է մեդիա, եւ փողերով ներս են բերել իրանց մեծ շրջապատ, բոլոր վաճառքի հանված եւ հնարավոր վաճառվող բոլոր տեսակի կենթանիներին, թող ներեն ինձ կենթանիները։ Դրա համար էլ վստահ պնդում են, քանի ես ռեսուրսը կա ու սենց աշխատում ան, որում աշխատում է, հենց մեր փողերով, մեր հաշիվ, իրանք քանդելու են Հայաստան եւ միջև վերջի կետը չկատարվի Ալիևի իրանք ոչ մի սահման չեն բացելու Հայաստանի հետ։ Իսկ միևնույն ժամանակ մի հատ ուրիշ ծրագիր է իրականանում, հա, որ այսպես Հնդկաստանից դեպի Եվրոպա ճանապարհ է, որ անցնում է ուղիղ Պարսկաստանով, շրջանցելով Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այս ճանապարհը կառուցվում է, գործում է արդեն։ Եվ սրա ֆոնին դնել այս Զանգեզուրի միջանցքը, դա միջազգային առումով զերո նշանակություն ունի։ Այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը պետք է բացառապես
Թուրքիստան իրականացնելու ծրագրի համար։ Չունենալով մեջը ոչ մի տնտեսական հետաքրքրություն առավել եւս Հայաստանի համար։ Դա զուտ քաղաքական է, զուտ աշխարհաքաղաքական է, բացառապես հետաքրքիր մենակ թուրքերին։ Այսինքն այնինչ որ 1000 տարի ավել, ասենք սելջուկները երբ են մտել տարածք, հա, սելջուկները ինչ մտել են, այդքան տարի չեն կարողացել իրականացնել։ Հայաստանը եւ պետականություն չի եղել, եւ շատ թույլ վիճակում է եղել, բայց 1000 տարի սրանք չեն կարողացել իրականացնել։ Այսօր իրականացնում են, որովհետեւ հասկացան ամենահեշտ ձևը որն է, ոչ թե զենքով, ուժով, այլ գտնում ես մի քանի տասնյակ կամ մի քանի 100 վաճառքի պատրաստ տականք, դրանց տալիս ես ինչքան պետք է, դրանք անպայման գտնում են իրենց նման մի քանի 100 կամ մի քանի 1000 եւս, եւ դու առանց մեկ կրակոց կարող ես քո գործն անել։ Իսկ հիմա սա եմ դուք ուզում լսեք։ Հայաստանում այսօր արդեն 2 հաղորդում ա տվել, հարցազրույց ա տվել ռուսական մեդիայում շատ հայտնի Վենեդիկտովը։ Ինքը շատ տարբեր բան ունի, իր մասին կարծիքներ ունի։ Մեկ ասում է դիմադիր է, մեկ ասում է չէ, պուտինական է լրիվ։ Ես կարծում եմ ինքը երկուսը մի տեղ է, ոչ այնա, ոչ այնա, այսինքն ոչ լիարժեք պուտինական, ոչ լիարժեք ընդդիմադիր։ Ինքը ավելի շատ իմպերիալիստ է։ Ինքը Պուտինի հետ խնդիրներ չունի բացարձակապես, որովհետև Պուտինը իրականացնում է իր պատկերացած իմպերիալիստական ծրագրերը։ Բայց միևնույն ժամանակ ուզում է հնարավորություն ունենա որպես լրագրող խոսի, ինչ ուզում է հարցազրույց վերցնի ումից ուզում է, մի խոսքով լրագրողական ազատություն։ Միակ հակասությունը Պուտինի հետ այդտեղ է։ Եվ հիմա Հայաստանում այսօր ինքը 2 հարցազրույց տալիս միանգամից։ Ես երկուսն էլ լսել եմ անկեղծ։ Հատուկ դրել եմ, երկուսն էլ լսել եմ։ Ինձ հարցեր մի հատ հարց էր հետաքրքիր։ Ինչի է եկել էնել այսօրերին, երբ որ Ուկրաինայում ընդեր արդեն ահագին մեջ առաջխաղացում կա, որի մասին մենք խոսենք, եւ ինչա ուզում ասի Ռուսաստանի անունից։ Պատկերացեք 2 ելույթներում էլ իր մոտ անցնում էր լեյթ թեմայով 2 կարևոր թեմա, որ 20-25 թվականներին այս ամբողջ ընթացքում Ռուսաստանը լքել է դավաճանել Հայաստանից, որովհետև ռեսուրս չուներ ինքը։ Բառացի։ Նույնիսկ 20 թվականի պատերազմին, ասում էլի Ռուսաստանը ռեսուրս չուներ, ինքը չէր ուզում որ դա լինի, ռեսուրս չուներ, որպեսզի դա կարողանար կանգնեցնել։ Ու միանգամից մոռանելով ինչ է ասում, հաջորդ վայրկյանին պնդում է, որ այդ ժամանակ իրան պետք չէր կոնֆլիկտ Թուրքիայի հետ։ Եվ Թուրքիան իրան պետք էր Ուկրաինայի դեմ պատերազմ։ Որը մենք շատ լավ գիտենք։ Բայց քանի որ ինքը անպայման պետք է արդարացնել Ռուսաստանին, չէր կարող լինել ավելի տրամաբանական բացատրություն, քան հենց այդ Թուրքիային օգտակար լինելու եւ Թուրքիային որպես ռազմական աջակից պահելու համար Արցախը հանձնելը։ Եվ այստեղ նույնիսկ ինքն էլ չնկատեց, որ ինքը իրան սկսեց հակասել։ Բայց այս 2 ելույթների մեջ, ճիշտն ասած, ես այս հատվածը ուզում ցույց տամ ոչ թե ասեմ էլ ինքը ինչ ասեց մեր մասին, այլ թե Հայաստանի ճակերտավոր լրագրողական դաշտը ոնց է ներկայացնում մեզ եւ այն ինչ որ մենք ունենք։ Ընդհանրապես մի քանի րոպե։ Тема Карабаха, которой в советских школах не было просто. Я, школьный учитель истории, вообще про это ничего не знал. Դաս ինքը դպրոցի դասատու եղել սովետականության ժամանակ, ասում է Արցախի մասին ոչ մեկ ոչ մի բան չգիտեր։ Ընդհանրապես Я школьный учитель истории про Урарту знал. Урարտուի մասին գիտեի, Արցախի Про Карабах не знал, советский учитель истории. И у меня была история, я вам расскажу интересно. Это уже Горбачев, 90-й год, идет Всесоюзный Советский Союз, съезд учителей истории. Я делегат. Հիմա պատմամի դեպք, որը 90-ական թվականներին է եղել Գորբաչովի ժամանակով, համամիութենական պատմության դասատուների ժողով էր։ Выступает депутат от Армении, учитель, школьный, не Եվ խոսում է Հայաստանից եկած պատմության դասատու։ политик, не военный, не политолог, да, школьный учитель. Ոչ քաղաքագետ է, ոչ ռազմական գործիչ է, ոչ ման, ուղղակի պատմության դասատու է։ И говорит, вот у нас очень мало в учебниках
сказано о Тигране Великом, я помню до сих пор, и Великой Армении, и вдруг Եվ ասում է, որ ինքը բողոքում է հայ դասատուն, որ ընդհանրապես հայկական գրքերում եւ սովետական գրքերում ոչ մի բան չկա գրված մեծ Հայաստանի եւ Տիգրան մեծի մասին։ Եվ ասում է, հենց այդ ժամանակ հետևից սկսեցին գոռալ ադրբեջանցիները, որ ոչ չի եղել Տիգրան մեծ եւ չի եղել երբևէ հզոր Հայաստան։ вдруг сзади начинается дикий крик, я так поворачиваюсь, встает несколько человек, говорит, не было никакой Великой Армении. Вы все правы. Азербайджанская делегация. Советский Союз, мы все интернационалисты. Вы че, ребята, вы больные? Ասում դուք հիվանդ եք, այս պատմությունը ինքը պատմել է նաև դուձի հետ հաղորդման ժամանակ։ Սա առաջ անգամ չի պատմում, ես սա լսել եմ էլի։ Хотелось сказать, мы про это ничего не знали, как и Политбюро. Ничего не понимали. Да, они знали, но не понимали. Понимаете? И это нужно сейчас опять объяснять новым поколениям. Եվ ասում է հիմա ասում են ժամանակ չգիտեինք, բայց հիմա այս նոր սերունդին, այստեղ ամենակարևորը, պետքա նորից բացատրել պատմությունը։ Եվ հիմա հայ լրագրողին ինքը համոզում է, թե ինչի համար է կարևոր հայ ժողովրդին, հայ դպրոցում, հայ ուսանողին բացատրել Հայաստանի պատմության կարևոր մանրամասները, ոչ թե մոռանալ դրանք։ Что история у нас кривая, в смысле, что она извилистая, по-разному. Но говорить, вот так проводили границы, по которым развалился Советский Союз. Что с этим делать? Եվ բացատրել, որ եղել է այս ամեն ինչը եւ սենսը գծվեց սահմանները, դրա պատճառով էլ քանդվեց Սովետական միությունը, ասում է։ Հիմա դրա հետ ինչ անել։ Вот 120 тысяч беженцев. Հետնել 120,000 փախստական։ Что с этим делать? А мне хотел сказать, Северный Кипр видел? 50 лет уже, да? Беженцы. Ну, греческие беженцы, Северный Кипр. Իմաստը Հյուսային Կիպրոսի մասին է, անցնում դեռ այդ խնդրեմը կա։ Видел? 50 лет. Ничего не происходит. Что делать? Выросли третье поколение. Что делать? Երրորդ սերունդն արդեն աճել, ինչ У անել։ кого рецепт? Рецептик дай. А резать? Какая альтернатива? Резня. Եվ ասում է ու բանը այլ ընտրանքը որն է, ցեղասպանություն։ Այսինքն այն ինչ որ Ադրբեջանը իրականացրեց։ Դուք լսեք, Հայաստանում է ինքը հայ լրագրողը դիմաց է նստած։ Շակերտավոր եմ ասում լրագրողը ու շատ հիմնավոր եմ ասում։ Резня. Альтернатива резня. Есть еще другая альтернатива. Ասում է եւ ուրիշ ալտերնատիվա էլ կա, այլ ընտրանք։ Լսեք, դες ինչ առաջարկում ուրիշ ալտերնատիվա։ Армении, правительство Армении, лично Никол Пашинян, проводит в жизнь концепцию реальной Армении. Եվ ասում է ալտերնատիվա կա։ Եվ Հայաստանի կառավարությունը եւ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է իրական Հայաստանի ծրագիրը։ Հասկացաք, ալտերնատիվա որն է։ У нас, вы сами историк, вы учитель истории, вы, конечно, очень хорошо знаете, что из себя представляла Великая Армения, что из Ասում դուք պատմության դասատու եք եւ գիտեք ինչ է նշանակում իրական մեծ Հայաստանը։ себя представляла Армения в древности, начиная с Ну, Урарту. Парфяне, я понимаю. Да, но Парфянское царство, да. это все очень Не интересно. работает. Դա ասում շատ Это հետաքրքիր все է, очень интересно, но как вы совершенно բայց ինչպես դուք правильно ասացիք, замечаете, это уже давно не Не работает. работает. դա վաղուց արդեն չի աշխատում։ И пора уже вернуться к реалиям. Եվ պետք է վերադառնալ իրականությանը։ Տեսեք, Ադրբեջանը ստեղծում է պատմություն, որ զարգանա։ Սրանք իրանց ունեցածից հրաժարվում են, որ վերադառնան իրականություն։ Տեսեք, Ադրբեջանը ստեղծում է բոլորս աչքի առաջ։ Հոդինում է, որ Հայաստանն էլ է իրանցը, Ղարաբաղն էլ է իրանցը, Սևանն էլ է իրանցը, մենք էլ ընդհանրապես չենք եղել տարածքում։ Արդեն մենք չենք եղել։ Ոչ թե Զանգեզուրն է իրանցը կամ Սևանը, չէ, մենք արդեն ընդհանրապես չենք եղել։ Ադրբեջանը հոդինում է իր պատմությունը, բայց առաջին թիվին Բաբաջանյան Արմանի ալիքը, այս տեսակի կենթանիներով, թող կենթանիները ինձ ներեն, այս տեսակի նեղացիններով իրանց աուդիտորիայի ու սա 555,000 էլ բաժանորդ ունես ալիքը։ Դուք պատկերացնում եք, սա ինչ տեղեկատվական թույն է։ Թույն, սա աղետ է, սա ատոմային ռումբ է։ Տեղեկատվական ատոմային ռումբ, եւ որ դու 550,000 բաժանորդի ասում ես, դա եղել է, պետք է վերադառնալ ինչ որ իրական ինչ որ մի բանի ռեալ։ Այն պարագայում, երբ որ թշնամիդ
Ասում է նույնիսկ էդի քոնը չի, էդ էլ է իմը։ Ասկի ինքը համի անցյալն է ուրանում, համել էս ներկան է արդեն տալիս թշնամու։ Ուսա գնում է քալոսը։ Տեսենք հիմա ռուսն ինչա պատասխանում իրան։ А реалии в том, что существует Армения под 30 тысяч квадратных километров, существует Եվ ռեալեն ասում որ 30,000 մոտարապես Հայաստանը 3 миллиона армянского населения, существует 120 тысяч беженцев из Карабаха, которые... Եվ 120,000 եւ 120,000 փախստական։ Տեսեք հիմա ասում են հոբ։ Վենեցիկ դառնա։ Диаспору забыл. Ասма դու ամբողջ փյուրքը մոռացա։ Диаспору. Сколько в диаспоре? Нет, стоп, сколько в диаспоре? Ну, по разным оценкам, около 7 миллионов. Դե ասма ինչքան է փյուրքը, դե ասма ու տարբեր գնահատականներ 7 միլիոն։ 10 միլիոն մոտարապես մենակ դու Թուրքիայում հայ ունես։ Պականք 10 միլիոն մոտարապես։ Ու տեսեք բանը, դե տարբեր այսինքն հեչ։ Նույնիսկ 7 միլիոնը Ադրբեջանը ոտից գլուխ է 10 միլիոն, նույնիսկ 7 միլիոն սփյուռքը, սրա համար Հանդեսեք ի՞նչ է ասում ռուսը։ Это тоже Армения. Ասում է դա Հայաստան։ Армения это люди, послушайте. Это Ասում է Հայաստանը դա մարդիկ են, լսի։ земли, это люди. Ոչ թե հողերը, դա մարդիկ են, որ ես ասում եմ, մի օր մենք բացահայտելու ենք Հայաստանը, հայերը որտեղ են, ու մեկ էլ հասկանալու ենք, որ Հայաստանը ընդհանրապես էս 30,000 քառակուսի կիլոմետր չի։ Մենք շատ ավելի մեծ ու ընդգրկուն ենք իրականում։ Սրա նույն բանն ասում։ Սա հակառակվում է։ Именно об этом собираюсь говорить. Ну вот. Существует реальная Армения, которая должна развиваться, которая должна забыть о своем великом историческом. Որը պետքա զարգանա ու որը տականքի դեմքի արտահայտությունը եւ որը որ պետքա մոռանա իր փայլուն բանը ասած անցյալի մասին այդ դեմքը ասած սաղ են Նիկոլիս ծնվածն է մերուսի ռեակցիան նայեք Не должна. Почему? ասում ոչ չպիտի մոռանա մի անգամից ասում է ինչու Потому что оно было. Как? Որովհետև դա եղել է արդեն ասում, արա, ոնց դու կդաս մոռանաս։ Великое историческое прошлое как часть политики. Ну, Չասո պետք է մոռանալ որպես քաղաքականության մի մաս։ Դուք հասկանում եք սրանք ինչ են ասում։ Նա քաղաքականության որպես պարտադիր մաս հոդինում է իր սև ու սպիտակ ոչխարների ցեղերին ոգևորելու համար, ապագա ցույց տալու համար։ Այս տականքա խումբ ասում է պիտի մոռանաս ռուսնամու նույնիսկ զարմացել, որ ռուս այս կայսրապաշտների համար Հայաստանը իր համար հարմարավետ պոլիգոն է։ Նույնիսկ սրա գլուխը չի կարող մտնի, արա ոնց կարելի է մոռանալ։ Իրանք են, ռուսներն են իրանց համար պատմություն ստեղծում, իրանք ուզում են ասոցացնեն Կիևյան Ռուսիայի հետ, իրանք ուզում են ասոցացնեն երկրորդ հռոմեական կայսրության հետ, Բյուզանդիայի հետ, հա։ Իրանք են ստեղծում այս դիմացի որփոանտերը, որ Բաբաջանյանի մոտ ոչխար է աշխատում, ընդամենը, հասկանում եք, ասեք ինչ որ մի դես խոտի համար, այս ամեն ինչը ասում է, որ նույնիսկ կայսրապաշտի գլխի մեջ չի մտնում, որ ընդհանրապես ինքը չէր ուզենա երբևէ Հայաստանում մեկը լիներ, որ խոսար, ինչ հսկայական անցյալի մասին, որովհետև Ուրարտու կոչվածը, Անատոլիա կոչվածը, ստեղծել են էլի ռուսները, որ հանկարծ Հայաստան ավելի հին չլինի, քան բանը Ռուսաստանի կայսրությունն է, նույնիսկ Սասունցի Դավթի այդ հրատարակումը իրանք ստեղծել են իբր հայ-արաբական արշավանքների ժամանակվա պատմություն, որ հանգար դա չլինի լեգենդ էպոս, որը կապված է ոչ թե հայ-արաբական, այլ աշխարհի ստեղծման, Հայաստան եւ Մսրը դա Եգիպտոսն է, Ժորժ ջան, միջև այսօր Եգիպտերեն, Եգիպտոսը Մսրն է։ Դարձյալ մսլամելիքը չէր կարա արաբը լիներ, չուկչա չէր կարա լիներ, բայց այս կայսրությունը մեր պատմությունը սենց մաքրել է, ջնջել է, վերաձևակերպել է, որ հայ մարդը չմտածի արա ինքը կայսրության հետևորդն է։ Նույնիսկ սրանք չեն ընկալում ոնց է ժամանակակից հայը այսքան անասունի нման իրան пահում, հակառակվում է։ Ну, это все делают, послушайте. А у Штатов, сколько существует Штатов, сколько Армения. Ну, вы же не будете
Ասում եմ, լսեք, ասում եմ, խնդրեմ ո՞ց կարելի է։ Հելենայդ ասում եմ, դու Ամերիկան ու Հայաստան ասում եմ, ո՞ց կարելի է դրանք իրար համատել։ Այն 200-300 տարվա երկիրը դուք դիմադրում է։ Это долгое время-то не делали? Ну так не делали, но Советский Союз это все пустил в распыл. Я говорю, я школьный учитель истории. Вот у нас было Урарту, да, а потом у нас была Советская Армения. И все. Понимаете? И все. И так учили в Таджикистане. Հասկանում ես, ասում եմ, արա, ասում եմ, ու մենք գիտենք, ասում եմ, այտենց են արել, հասկանում եք, քո ասածով են արել։ Որ կա Ուրարտու, մեկ էլ վերջ սովետական Հայաստան։ Ու սա հակառակը պետք է լիներ, է։ Հայ լրագրողը պետք է ասել, ամոթ չի, դու պատմության մասնագետ ես։ Ոնց թե Ուրարտու մեկ էլ սովետական Հայաստան։ Մեկ է 30,000 քառակուսի կիլոմետր։ Հո դու վատ չես, արա։ Հո դու վատ չես, բա մեր ոսկե դարը որտեղից էր։ Բա մեր քրիստոնեական ընտրությունը, գրերի վերականգնումը, բա մեր ամբողջ աստղագիտությունն ու գիտությունը, բժշկությունը, երաժշտությունը։ Ընկեր ջան, մենք որ պատարակ էինք անում մեր լեզվով, կարդում գրում էինք, դուք որպես պետություն գոյություն չունեիք, դեռ հələ մի 600-700 տարի պետքա դուք ջունգլիներում թափառեիք, այն էլ վերջում պետքա գնայիք մի հատ յուրիկովներին բերեք, վայրագներին բերեք, որ ձեզ կառավարեին սլավոնական ցեղերից, որ էլի բանդուս չգար։ Փոխանակ էս կարգի լիներ խոստացողը, սրանք են ընկեր մեր հետևից ասում են, հո դուք ուխտ չեք, արա։ Դուք ապուշ ոչեք, ոնց է մոռանանք։ Ոնց է մոռանանք, ինչ ես մոռանում, ախր այտենց եք արել, այտենց արել են արդեն ձեզ, ինչի եք դուք հիմա դուք այտենց ձեզ պահում։ Ինք ուղղակի չգիտի, չի կարողանում հասկանա, նորմալ մարդ էլ չի էլ կարող պատկերացնի, որ Հայաստանում այս քալոզը, եթե միտեղ դու միկրոֆոն ունես, արդեն քեզ գրած դրածա դեմդ, ու դու ակամա, եթե եկել ես այդ բան ստուդիա, դիմացինդ այդ քալոզի կրողն է, դրա համար վճարվում է ինքն էլ համաձայնն է, այդ խոտը ուտելու դիմաց իր ամեն ինչից հրաժարվի։ Որովհետև այդ խոտը դրա համար են տալի, այդ խոտը դրա համար են դրա դեմը դրել, ինքն է առանց մի կոնֆլիկտի ուտում է դա, և դաժե Վենեզիկտևը չի կարողանում դա տեղավորի իր գլխի մեջ։ Ասեմ սրա, որով էլ չեմ ուզում խոսալ։ Ես անասում եմ, Արցախը մենք չենք հանձնել, ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք չենք հանձնել Արցախը։ Բայց դու ո՞վ ես արա, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչես, դու այ անասուն, ով, որ ինքը համարում է ինքը քիչ բան արել, բայց համենը արել, բա ուր Արցախցին արա։ Կարող է շեֆիդ ասած հիմա մտել գոռաս ասես ոնց որ Նիկոլն էր ասում, Արցախում ոչ մի բան չի սպառնում Արցախում։ Ժողովուրդ, սրանց մարդիկ են, չէ՞ տեսնում, հիմա էլ պետք է վերադառնամ են, սես բոլորին փողոցներում մարդիկ են, չէ՞ տեսնում, սրանք աշխատողներ ունեն, սրանք երևի գոլեգաներ ունեն։ Հա, սրանք չեն կարա, ասենք, չգիտեմ, լուսնից չեն գալիս, հետո վերադառնում լուսին։ Սրանք ռեալ մարդիկ են, շոշափելի, սրանք ընկերներ ունեն, շրջապատ ունեն, ընտանիք ունեն։ Հիմա սրանց ճանաչողները պետք չեն ասա, այ անասուն հիվանդներ, պիտի ասեն, եթե չասեն, ուրեմն իրանք էլ են հիվանդ։ Ձեզ, որ ասում են հիվանդ հասարակություն, դուք այդ հիվանդ հասարակությանն էիք գնացել ներկայացնելու, կամ այս մյուսին ես Բաբաջանյանի ես խոտակերին, որ ասում են, արա, դու քեզ որ ասում են ազգ անհայրենիք, անծնունդ, չգիտեմ, ինչ ուզում ես ասա սրանց, հա։ Կարող է համար ճիշտ են ասում, պետք է ասի, հա։ Չէ՞ որ սրանք այս թույները, այս ազգակործան, նեռահայերը, չէ՞ որ մեր շրջապատում են, մեր միջավայրում են ապրում։ Սրանք պետք է անպատիժ, անհետևանք ֆրֆռա։ Գիտեք, այս երեք հաղորդումից հետո լարվածությունս թուլացնելու համար պատահական կտա մի հաղորդում, որտեղ Շոստակովիչի կինն էր հարցազրույց տալիս։ Ինչքան ճիշտ բան գտա այս լարված հաղորդումից հետո ասի լսեմ։ Դե ինքը պատմեց մի ժամ 45 րոպե,
Այդ գիշերը այդ հաղորդումը ձայնեցել մի ժամ 45 րոպե լսել եմ ուրիշ բան։ Այսօր էլ էլի այտենց ընկա այդ ընթացքի մեջ, էլ այդ շրջանը սկսեցի քրքրել, փորփրել։ Գիտեք ինչ եզակացրել եկա դաժան։ Ասում եմ, երկու շրջանով թունավորել են այդ մարդու կյանքը։ Վերջինը 48 թվականին է եղել, երբ որ ոչ միայն իր կյանքը, Շոստակովիչի, Խաչատրյանի, Պրոկոֆիևի, հա, բոլոր սովետական լավագույն կոմպոզիտորների թունավորեցին բառացի, նրանց մեղադրելով հակասովետական երաժշտություն գրելու մեջ։ Ու ես այս ամբողջը ոսս նայում եմ, այսօր բացահայտել եմ ովքեր են գրել այդ հոդվածները, ինչ մասնագիտական որակավորումներ ունեին դրանք, ինչով էին հիմնավորում, որ իրանք հենց այտենց որ այդ ճիշտ է, գիտեք ինչի վրա։ Ես կյանքում ուշադրություն չէի դարձել հոդվածի բովանդակության վրա։ Մենակ այդ վերնագիրը, հա, բանը որ հակասովետական են ու վերջ, բայց ոնց են դա հիմնավորել, ես չէի կարդացել, չէի տեսել այդ հոդվածը։ Ես երեք տեսել եմ, այսօր ավելի ճիշտ։ Տեսա այդ հոդվածը։ Ես գիտեք ինչի վրա ապշեցի, որ այդ հիմարաբանությանը չեն հակադարձել։ Չեն հակադարձել։ Որտեղ հոդվածագիրը գրում էր, որ սովետական ժողովրդին պետք է իրան հասանելի կալխոզնիկի մակարդակի բաներ գրել տալ, որ ինքը դրանով ոգևորվի։ Այս երաժշտությունը իր համար չի։ Ու դրա հիման վրա, այս իդիոտության վրա հիման վրա այդ մարդկանց զրկել, կյանքից են զրկել։ Մենակ Արամ Խաչատրյանը 2 տարի ոչ մի բան չի գրել, դեպրեսիայի մեջ է եղել, վերադարձել է Հայաստան։ Հանել են կոմպոզիտորների միության քարտուղարի բոլոր տեղից ամիջի զրկել են։ Իրան էլ Պրոկոֆիևին էլ Շոստակովիչին էլ։ Մի խոսքով, նրանք չեն հակադարձել։ Չեն ասել, հələ մի վայրկյան, այդ տգետ, ես չգիտեմ այդ հոդվածագիրը ով է, բայց իմ երաժշտությունը այդ կալխոզնիկ քեզ բերում դնում է այն մակարդակի վրա, որ դու արտասահմանի հետ խոսալու թեմա ունենաս։ Այսինքն իդիոտ, դու հիմա քո այս հոդվածով մեծ վնաս ես տալի ամբողջ սովետական միության։ Անես մի հատ դեմագոգիա կարելի է դեռ անել։ Այսինքն ես որ ունեի գրողը, տենց բան կասե, էսա ազգի թշնամի է, որտեղ ինքը կարծում է սովետական մարդը, երկրորդ սորտի մարդը, որ ինքը իրավունք չունի համաշխարհային արժեքների հետ շփվի, ինքը չի հասել դա, ինքը տգետ է, ինքը պետք է կալխոզնիկի նման բաներ հնչի, լսի։ Ստալինը դրան գիտեք ինչ կաներ, որտեղ Ստալինը առաջի Չայկովսկի միջազգային մրցույթի համար, որ սովետական միությունը հաղթեր, ուրեմն բոլոր լավագույն մասնագետներին տալել էր մի հատ քաղաք էր սարքել, գիշեր-ցերեկ պահում էր ընդ լավագույն դաշտատունները, լավագույն պայմանները, լավագույն ուսանողները, ամիսներով պարապում էին, որ Չայկովսկու առաջի մրցույթը հաղթեին։ Պատկերացնում եք, այտենց մեկին ասեի, արա, էսի չի ուզում Չայկովսկու մրցույթում դու հաղթես, ուզում ես դու, չգիտեմ, գյուղական ինչ-որ երկի մրցույթում հաղթես։ Ատես մեկը Ստալինի մի բան ասել, դες մոտ հարկադարձ հոդված գրել, այս հոդվածը գրողին, որի հիման վրա մարդկանց կյանքից զրկեցին, հա, իրենց աշխատանքից, կկախեին ուղղակի։ Հիմա այս ամեն ինչի համար եմ ասում։ Երբ որ չի լինում ժամանակին adekvat հակահարված, այս կարգի ոչնչությունները ճակատագրեր են քանդում։ Այս կարգի ոչնչությունները կարողանում են էսթետիկա պղծել։ Պղծել։ Այս տեսակի ոչնչությունները մտածում եմ իրենք այնքան ուղիղ են, որ խելոք են, որ կարող են հայտարարել, որ կրթվելը նորաձև է։ Հասկանում եք, գիտեք ինչի, հակադարձումը չկա։ Հակադարձում էլի արա, որ մեկ է ելնելը լուրջ քաշով ասել մի վարկյան, ներողություն, տիկին տգետ։ Ես ուրախ եմ, որ դուք կրթվելը ձեր համար համաձայն հայտնաբերել եք, բայց մի հայտարարեք, որ դա ժամանակակից է, էնել գիտությունների ակադեմիա ունեցող երկրում այդ տխմար չեղավ մի հատ գիտական միտք, մի հատ հեղինակավոր մարդ, որ ելնել մասսայական ասել կերուհի տգետ վերսրակով չոբան ամուսնուն, մտեք մի ծակ մի խոսացեք այդպես բաներ, դուք մեզ եք վիրավորվում, մեզ ակադեմիկոսներից, մեզ պրոֆեսորներից դուք Եթե դե նոր եք հայտնաբերել ձեր համար կրթվել, այն էլ չեք էլ հայտնաբերել,
Դա ձեր համար ընդամենը մի հատ PR ակցիա է, բայց այն ողորմել լիներ, դուք խոսում եք մի երկրում, որ պատերազմի ժամանակ գիտությունների ակադեմիա է սարքում, որ պատերազմի ժամանակ բանը չիպերի արտադրություն է ստեղծում, որ ամբողջ սովետական ռակետները հետագայում այդ բանով տեխնոլոգիաներով պետք է աշխատեն։ Դուք այս ում երկրի մասին եք այդպես բան ասում։ Չեղավ այդ հարկահարվածը։ Դες հիմա հարց է տալի։ Ո՞վ է մեղավոր։ Ով անասունը, որ անասունի նման խոսում է, թե խելացին, որ չի պաշտպանվում։ Ունես տպավորությունը, որ ամբողջ հայկական իրականության մեջ հա խելոք մարդ չկա։ Այնինչ կան, հազարավորները կան, բայց ինչ իմաստ ունի, ինչ արժեք ունի, որ նա իր հիմա կասեն դե իր բարձրությունից չի ուզում իշտի։ Թող լավ մնա այնտեղ։ Թող մնա այնտեղ ու թող տականքը գա ջրերես, որ 48 թվի նման մարդկանց վրա հիմար հոդվածներ գրելով մարդկանց ճակատագրեր քայքայեն։ Եթե այն ժամանակ ճակատագրեր էին քայքայում, հիմա երկիր են ապականում։ Հասկանում եք տարբերությունը որտեղ է գալու։ Հասկանում եք շան գլուխը որտեղ է թաղված։ Նրանից չի որ թշնամին է ուժեղ, նրանից է որ խելոք մարդիկ որոշել են, որ իրանք պիտի լռեն։ Այ ես սա չեմ կարողանում մարսել ու չեմ կարողանում հասկանալ։ Ես սա միշտ գոռացել եմ այն ժողովուրդը ռաբիզ է ուզում սիրի, դա է պահանջված, ոչ։ Հակառակ այդ ժամանակվա այդ իրոք արվեստի տիրապետողները պետք է կանգնեին տելևիզորով ասեին, հատուկ եւ հեռուստացույցով հատուկ հանդիպումների ժամանակ, պարոն Սերժ Սարգսյան, դուք որպես նախագահ երբ որ իմ ախպերը երկի տակ եք մտնում ձեր ինագուրացիային, դա նշանակում է որ դուք ունակ չեք բարձր արվեստ գնահատելու։ Դեմիրճյանը նման բան չէր անի։ Իսկ Դեմիրճյանը բոլոր գործերի առաջի լսողը, կարդացողը, դաբրոտվողը ինքն էր։ Ինքը գիտեր բոլոր կոմպոզիտորների, բոլոր բանաստեղծերի, բոլորի առաջի գործերը, ինքը ոչ թե միջամտում էր, ինքը իրանց հետ այդ process-ին մասնակցում էր։ Հետևում էր պրեմիերաների, որտեղ ինչ է կատարվում։ Եվ ինչ եք կարծում, եթե այդպես մի հատ արժանապատվություն ունեցող մարդ Սերժ Սարգսյանն ասել, արա այս ինչ ես անում։ Դա քո արժեքն է նվաստացնում, հակառակ քո ամբողջ կառավարությունը պետք է իրեն դրսևորի որպես բարձր արվեստի կրողի։ Այն ժամանակ, երբ որ մեկ այդ մարդ կարգի մարդ ասեր, սրանք կամաչեին ռաբիզերը վալը։ Սրանք կամաչեին այդ ցեֆերը բզներից քցած ֆրֆրալը այդ լեքսիկոն օգտագործելը։ Հասկանում եք, չի եղել էս ամեն ինչը։ Այսօր մենք քաշում ենք դրա հետևանքները։ Ես դատապարտում եմ, ես չեմ հասկանում եւ չեմ կարող ներել բոլոր նրանց, ովքեր դա կարող են անել ու չեն արել։ Որ թողել են լֆիկները, շմայիսները, հիմա էլ էս անասունները մեր ճակատագիրը որոշեն։ Հասկանում եք, ստեղ է խնդիրը։ Ես դրա համար չեմ կարողանում, ես այս ամեն ինչի հետ հարմարվեմ։ Տականքը վերակացես, ծածկել ամեն ինչ, ուտում է մեզ ուղղակի, չգիտենք որտեղից ձեռներս գցենք։ Հետո զարմանում ենք, ասում ենք ոչ հայրենիք է սիրում, ոչ փողի դիմաց ամեն ինչ անում է, բայց անասուն հետ է տեղս է 30 տարի։ Իրան թվացել է դա լավ բան է։ Որտեղ ալտերնատիվա են ցույց չեն տվել։ Չեն ասել, դա ամոթ է, դա պղծություն է։ Մեր նախնիները փողի համար իրենց կյանքը չեն ծախի, հակառակ ցեղասպանության ժամանակ մեր կանայք իրենց պատիվը փրկելու համար իրենց սպանում էին, արա։ Իրենց գցում էին ձորերից։ Իրենց աստվածաշունչն էին փրկում իրենց մարմիններով ամբողջ հարստության մեջ։ Դուք այսօր ձեր պատիվը փողով եք ծախում, այ պիղծեր։ Դա ընդամենը 100 տարի առաջ է։ Ոնց կարող է այս մի ազգը սես գլխի վրա այսքան աստիճան շուռ գար։ Ուֆ։ Կներեք որ շեղվա ընդհանրապես չեր մտում ես իմ այսօրվա ծրագրերի մեջ։ Մեր դիմանալ չի։ Գիտեք ով է էսի են Պիրց Ստեփաննա մնացել է մենակ, ով գալիս է թքում է երեսին։ Դեռ մեն ասում են, ոչ եկող ասում են դու Փաշազադեին ծառայող ես։ Արա։ Եվ սա վերաբերվում է սա լինելու է բոլորի հետ։
բոլորի, ովքեր էսա պղծին են ծառայում, ադրբեջանցիները անտունների խմբեր են ուղարկել, գիտեք որտեղ, օկուպացված Արցախի Իվանյան եւ Մեխակավան քաղաքներ։ Այն Մեխակավանը, որի տղեն այսօր ԿՊ-ի համար աշխատում։ Հիմա դրան տեսնողները չեն ասի, այլ պիտի չասեն, ուրեմն իրանք էլ են պիղծ։ Ասեն արա, հորդ անունով ավանը քո օգնությամբ այսօր ադրբեջանցի անտունների համար գերոնտանի։ Սա ուզում ձեր համար կարդամ։ Բրիտանական Great Britain News պարբերականը անդրադարձել է Սամվել Կարապետյանի եւ հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներին։ Շշմեցուցիչ հոդվածը, փաստերով, մանրամասներով Հայաստանի վարչապետը մեղադրվում է բռնապետական վարքագծի մեջ։ Ինչպես է ձերբակալել բարձրաստիճան հոգևորականներին։ Հայաստանի քաղաքական հետապնդումների մասին ամբողջ մանրամասն գրած է։ Ասում է մի եկեղեցու վրա հարձակված, որ 301 թվականից sense բան չի տեսել, որը ստեղծվել է 301 թվականից ու այսօր sense չէր տեսել։ Զեկույցի համաձայն պարոն Փաշինյանը փորձել է հեռացնել եկեղեցու առաջնորդին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բեի, բանտարկել եկեղեցու առաջատար հոգևորականներին, հավատացյալներին։ Գործարար Գագիկ Սամվել Կարապետյանի մասին է գրված, որ իրանք էլ փաստորեն եկեղեցուն աջակցություն հայտնելու համար են կալանավորել ու ձեռքից խլում են իր սեփականությունը։ Կրոնական ազատությունների հարցերով միջկուսակցական խորհրդանական խմբի փոխնախագահ Լորդ Ջեքսոն Փիթերբորոյի ասել է աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ եւ ժամանակակից Եվրոպայում հավատարիմ քրիստոնյաներին իրենց հավատը պաշտպանելու համար բանտարկելը սարսափելի երևույթ է։ Նիկոլ Փաշինյան, սա քո մասին է տականք։ Քրիստոնեական համայնքները Հայաստանում պետք է պահպանեն իրենց իրավունքը համախմբվելու, խաղաղությամբ աղոթքանելու, առանց բռնի ահաբեկման, բանտարկության կամ ավելի վատ հետևանքներ ենթարկվելու համար։ Մի խոսքով sense մեծ հոդվածը մանրամասն գրած է, որ այս ամբողջը ալբոմ է 26 թվականին իշխանությունը զավթելու համար, որ բանտարկում է բոլոր նրանց, ովքեր 23 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո համաձայն չեն Փաշինյան Նիկոլի այս քաղաքականության հետ, որի արդյունքում 100,000 հայ փաստորեն էթնիկ զտման է ենթարկվել։ Մի խոսքով, դրա համար էլ այս ճիվաղը իր անվտանգությունը գտնում է որտեղ, գիտեք արդեն, Տոկաևի մոտ, ադրբեջանցիների եւ թուրքերի գրկում, հասկանալով անդերս, որ ինքը քաղաքակիրթ աշխարհում տեղ չունի։ Իսկ ես պետք է ասեմ, ոչնչություն։ Աշխարհը ղեկավարում է ոչ թե թուրքական աշխարհը, այլ այն մյուս աշխարհը։ Այն մյուս աշխարհը, այդ քաղաքակիրթ աշխարհը այսօր ահավոր ցայտնոտի մեջ է, որովհետև հալվածները Թրամփանման եւ Նետանյահուի նման կենթանիների կողմից մեծ է, բայց դա ժամանակավոր է եւ դու քո եղբայր Ալիևը, Պուտինը, Էրդողանը, Նետանյահուն շատ շուտով, շատ արագ ձեր բոլորը ձեր տեղերն իմանալու եք, շատ շուտով, շատ արագ, որտեղ այն ինչ որ ես ասում եմ, չեմ ասում իմ ցանկությունների տրամաբանության մեջ, ասում եմ որպես ընթացք։ Իսկ ընթացքին հիմա ես քեզ կծանոթացնեմ իջվածք։ Մենք ինչ մնա, դες ինչեր է կատարվում։ Իսկ մինչ այդ Հայաստանում, ասում Փամբար գետը հող են լցնում, չորացնում են, որ բեզալցակարաններ եւ առևտրի հարթակներ կառուցեն, պատկերացնում եք։ Այս մասին գրում է Կարեն Հեքիմյանը։ Վանաձորի միջով անցնող Փամբար գետի տարբեր հատվածներում բնակիչները հող են լցնում, չորացնում։ Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինի տեսուչները փոխսագետներն այցելեցին դեպքի վայր։ Ինչ երկիր ենք դարձել ժողովուրդ։
Ժողովուրդ, մեր երկիրը փրկելու համար ասեմ ձեզ ինչա պետք։ Հրաբուխ։ Բան եմ ասում երևի։ Ջրհեղեղ, Սոդոմ Գոմոր, այսքան կեղտ ու մեղք ոնց անհնարավոր բանալու փրկել պահել։ Այս ծառերի կոտորածներին այսօր անդրադարձել է նաև Հասմիկ Պապյանը։ Հավատացեք, մեր գործած մեղքերը մի կողմ թողնելով այս անեծքի տակից չենք կարողանալու դուրս գալ։ Ինձ համար սա հավասարազոր է օրացերեկով փողոցում բոլորի ներկայությամբ մարդ անդամահատելու։ Ես չգիտեմ, թե որտեղ ումից կարող ենք օգնություն խնդրել։ Օգնություն կարող է գա, գիտեք ինչ ձևով, որ Հայաստանից ոչ մի բան չմնա։ Օգնություն գա տարածքը փրկելու համար։ Տարածքը փրկելու համար կարող է անհրաժեշտ լինի մարդու այն տեսակը, որ իրականացնում է սա, տարածքից ազատել, տարածքը փրկել այդ տեսակի մարդուց։ Ու մեկ էլ կտեսնենք, Աստված մեկիական ջին ասում է, եթե քո ընտանիքի նման 2-3 ընտանիք տեսնեմ, կխնայեմ քո քաղաքը։ Ու մեկ էլ նայում է, տեսնում է չկա։ Ու այս քաղաքը պետք է ուղղակի մաքրել։ Մաքրել։ Այն կեղտոտ տարածքներն են, ասենք կիսլատայով են մաքրում, չգիտեմ, աղաթթվով են մաքրում, նատրիումի քլորիդով են մաքրում, նատրիումի քլորիդը գիտեք որն է, ժավել։ Չգիտեմ, այդպես մի բան է պետք է լինելուց։ Ու այդ ժամանակ կարող է մեզանից ոչ մեկ չմնա, որտեղ այս մի քառակուսի մետրի վրա այսքան անեծք ու կեղտ ու հանցագործություն մաքրելու համար կարող է Սոդոմ Գոմորը կրկնեն։ Ըլնում է, չէ՞ որ ասենք մեկը մի բան է լվանում, մի լվանալով չի անցնում այդ հետքը։ Լինում է, չէ՞։ Շատ է լինում։ Մարդիկ կամ ուժեղ լվացող միջոցներ են օգտագործում, կամ մի հատ են լվանում, որ ասենք երկրորդ անգամ ամենը։ Ես վախում եմ նույնիսկ մի հատ Սոդոմ Գոմորը չմաքրի կեղտի մեղքի այն, չգիտեմ, այն ինչ որ կա Հայաստանի վրա մի բանով։ Մի անգամից չմաքրի։ Չնայած միանգամից արդարանում եմ, որ սա չեն քանդում։ Տրակտորով ուղղակի մաքրում են տարածքը, որ մյուս էլ տեղավորեն։ Պատկերացնում եք, տրակտորով մաքրում են։ Սա ասում է մի երկրի ներկայացուցիչ, քաղաքի ներկայացուցիչ, որոնք կենտրոնական, ասենք, փոշն են ուզում այդ մեծ շենքը հանեն, տեղը 50 հարկանի շենք կառուցեն թունելի վրա։ Ես գիտեմ, որ վաղուց տեղ շենք են ուզում կառուցել։ Այս իրանց մտքի մեջ կա հենց ձորում, ստեղ լավ տեսարանով բան շենք կառուցել։ Հիմա եւ աղմուկը որ եղել է, միանգամից արդանում են։ Չէ, մենք տարածքն ենք մաքրում, կարակ այդ տրակտորը վերցնեք, գնաք ձեր տները մաքրեք այս տրակտորով։ Կարակ անեք։ Հիմա այսան լսենք մի հատ։ Այսինքն չլսենք, ես կարդամ միանգամից։ Զելենսկին վատ վիճակի մեջ է, եւ Զելենսկին գլողին թե վատ վիճակի մեջ չի, վատ վիճակի մեջ է Ուկրաինան։ Եվ ինչ առաջարկում։ Մենք հաստատ թույլ չենք տա թշնամուն ասել, թե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղության։ Մենք պատրաստ ենք։ Մենք անպայման կանենք, պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի արդյունք լինի պատերազմի ավարտը, ոչ թե Ուկրաինայի ավարտը։ Պատերազմը ավարտելու ենք։ Մենք պահում ենք ճակատային գիծը մի քանի հազար կիլոմետրի երկարությամբ եւ մեր ժողովուրդը յուրաքանչյուր գիշեր վերապրում է գնդակոծությունը, ծանր ժողովուրդ ջան։ Մեր մարդիկ ամեն օր կորցնում ենք, սիրելիներենք, մարդիկ են մահանում, հա։ Պետք է այս պատերազմը ավարտվի։ Ես պայքարել եմ անբանի համար, որպեսզի պլանի բոլոր կետերի թվում առնվազն երկուսը չկորցեն, դրանք են պատվությունը եւ ազատությունը ուկրաինացիների, որովհետեւ հենց դրանց վրա է հիմնված ամեն ինչ։ Մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր հողը, մեր մարդիկ, Ուկրաինայի ապագան։ Ես դեռ պատերազմի սկզբում էլ չդավաճանեցի Ուկրաինային, այսօր չեմ անի դա։ Ուկրաինացիներն իհարկե պողպատից են, բայց ցանկացած նույնիսկ ամենաամուր մետաղը կարող է չդիմանալ։ Հաջորդ շաբաթ Ուկրաինայում շատ դժվար կլինի։ Ստեղ ես կարծում եմ արդեն մյուս տողը։ Ու եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ որ լինի, մենք մեր պարտված չենք զգա։ Նախապատրաստումը անխուսափելի
Անխուսափելի կապիտուլյացիա է։ Թրամփն էլ ասում մինչև նոյեմբերի 27 ժամանակ ունես ծրագրի պայմաններն ընդունելու։ Իսկ ծրագիրը հայտնել են արդեն որոնք են, այսինքն այն ինչ որ ի սկզբանե ուզել են ռուսները, միջև մակա։ Այսօր մեկը գրել է ինչի՞ ես ուրախանում, որ Ուկրաինան Ռուսաստանը հաղթում է։ Ես ուզում եմ այդպես մարդկանց ասեմ, ժողովուրդ ջան, կարող է դուք պատահական առաջի անգամ եք այս ալիքը նայում։ Բայց նույնիսկ եթե առաջի անգամ եք նայում, գոնե մի լսեք ինչ եմ ասում, այն։ Ես չեմ ուրախանում։ Հակառակ։ Իմ պատկերացումով այս պատերազմով պետք է վերջ տրվել Պուտինյան իշխանությանը, որ Հայաստանը ապագաղութացվեր։ Այսինքն շանս էր տալու, դա իհարկե ավտոմատ չէ լինելու, հա։ Որ տարածաշրջանում պետք է բալանս փոխվեր, որ արևմուտքը պետք է Ուկրաինայի միջոցով Վրաստանի միջոցով մոտենար Հայաստանին, սա է իմ ակնկալիքները այս ամեն ինչից։ Բայց միևնույն ժամանակ զգուշացնում էի, որ Զելենսկին ըստ գործողությունների լրիվ ուրիշ բան։ Եվ պատերազմը հաղթելու փոխարեն ինքը նստած է իր ժողովրդի կյանքի հաշվին հարստանալու process-ին։ Մարդիկ ընդ պատերազմում են, մահանում են, ինքը դեպքում ուղղակի հարստությունատիսում։ Որն են դրեցին, ապացուցեցին, որ ոչ միայն ինքը ամբողջ իր շրջապատը մեղադրանքներով անով ներկայացրեցին, 4 իր նախարարներ հրաժարվեցին, որովհետև քրեական գործերով դրեցին դեմները, բայց իր աչթև եւ երմակը, որը ոչ մի պաշտոն չունի, էական։ Զելենսկին չի հրաժարվում դրանից։ 3.5 տարի ամեն օր իրան ասում են Երմակը ռուսական ագենտ է։ Երմակը թալանում է երկիրը։ Երմակ։ Ինքը միջև չի ուզում չի ոնց որ պատանդը լինի Երմակի։ Ոնց որ ինքը Երմակի մոտ աշխատի։ Ինչ որ է։ Ուկրաինացի ժողովուրդը փրկություն ունի անշուշտ։ Եվ դա եվրոպացիների ջանքերը չի։ Եվրոպացիները ոչինչ բան չեն կարող անեն, եթե Զելենսկին մնաց նախագահ։ Զելենսկին իր կաշին փրկելու համար իրականացնելու է այն ինչ որ ինքը արդեն խոստացել է, որ մենք դե ինչքան կարող ենք պատերազմել արա։ Ինչքան։ Նույնիսկ պողպատը երբեմն էլ չի դիմանում։ Ասես բառացի։ Պուտինն էլ ասում է Ռուսաստանը ստացել է ԱՄՆ-ից 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Այս դեմքով ասում է ես չեմ, էդի ԱՄՆ-ն է ուղարկե, ավելի ճիշտ իմ ագենտն է ուղարկե։ Ես համաձայն եմ, այս Ուկրաինան համաձայն չի, կարող է էլի համաձայն չլինի։ Բայց ոնց համաձայն չլինի, ամեն ինչ դրել են դեմը։ Ցավոք։ Դե իհարկե Եվրոպան ամեն ինչ անում է, խառնված է իրար, որ օգնի, աջակցի, փրկի Ուկրաինային, որովհետև հասկանում է, որ Ուկրաինայից հետո հաջորդը ինքն է։ Բայց ցավոք, ես ոչ մի շանս չեմ տենում, բացի ուկրաինացի ժողովրդի ապստամբությունից։ Մի բան, որ մենք չկարողացանք անել։ Իսկ սա լսել է պետք։ I speak tonight with deep anger and heavier heart. From November 2025, Այսպես խոսում եմ այս երեկո շատ բարկացած եւ ծանր սրտով։ Ասում ամբողջ մի անգամից ասեմ ինչի մասն է խոսքը, սա Չարլզն է խոսում Թագավոր Բրիտանիայի, որ զգուշացնում է իր կառավարությանը, որ իմ ժողովուրդը քո եկամտի աղբյուրը չի։ Սա դեմոկրատական երկիր է եւ դու չես կարող քո սահմաններն անցնել։ Բողոքում է իր կառավարությանը եւ ժամանակ է տալիս։ Ու ասում է, իմ ժողովուրդը քո համար եկամուտի աղբյուր չէ։ Մենք հարուստ տրադիցիաներ ունենք դեմոկրատիայի եւ սա արժանի ժողովուրդ է, որպեսզի ունենա արժանի կառավարություն։ Երբ որ այս տեքստը լսեցի, անկեղծ եմ ասի հիմա ես որ ներկայացնեմ մեզ հետևորդներին պետք է ասեն, բա մենք ասես թագավոր չունենայինք։ Հա, ունենայինք։ Իսկ ես գիտեք ինչ եմ մտածում, որ մենակ թագավորը կարող է մտածի, թագավորի ոչ թե պաշտոնով թագավորը, չէ, հոգեբանորեն թագավորը կարող է մտածի, որ ինքը եւ իր ժողովուրդը
եկամտի աղբյուր չի, այլ իրավունք ունի արժանապատիվ ապրել։ Հետևաբար, ով այդպես է մտածում, ինքը թագավոր է։ Այ հիմա ես հարցնեմ ձեզ. բա մենք թագավոր չունենայինք։ Բա մենք թագավորներ չունենայինք, որ ամեն մեկը իր համար մտածել, որ ես, արա, ես արժանապատվությունն եմ, դու իմ ծառան ես, դու իմ աշխատողն ես, ես քո եկամտի աղբյուրը չեմ, ես քո ճորտը չեմ։ Այդ թագավորը հենց այս կեցվածքն է, ոչ թե ծիտուլը։ Իսկ ասում են հայկական վարսավանդակ եղել է թագավորների տարածք։ Ասում են, բա ուր այս թագավորները։ Այս թագավորները ոնց վերածվեցին ճորտերի, որ նույնիսկ սեփական պատմությունից են վախենում եւ պատրաստ են ամեն ինչ ուրանալ, միջդեռ սև ու սպիտակ ոչխարների աստորեն հետնորդները թագավորի գահ են ուզում դնել իրենց գլխներին։ Ոնց եղավ։ Այնպես որ թագավորը հենց այն մարդն է, անկախ իր ստատուսից, ով մտածում է, որ արժանապատվությունից վերև բան չկա, որ ինքը իրավունք ունի արժանապատիվ ապրելու, եւ ինքը ոչ մի կառավարության ճորտը չի եւ իր եկամուտի աղբյուրը չի, եւ կառավարությունները իր աշխատողներն են, եթե լավ չեն աշխատում, վզակոտների պետքա տալ ու վռնդեն, ոչ թե դառնալ իրենց համար բատրակ։ Այս է թագավորը։ Սա է նոր քննարկումը, որ ապացույցներով Համասը 1200 հոգի չի սպանել։ Դրանք սպանել են հրյաները, IDF։ Օրեկան տարբեր այսպես բաներ կարելի է տեսնել, որտեղ ապացուցում են տարբեր ձևերով, որ հոկտեմբերի 7-ը կազմակերպել են հրյաները Նետանյահուն, եւ այդ 1200 սպանվածները այդ հրյաների կողմից սպանվածներ են։ Մեծ մասը։ Դե կարող է պատահական բաներ եղել է արաբների կողմից, բայց ուղղաթեռից գնդակահարել են հրյաները իրենց հրյաների։ Եվ 1200 հոգի Համասը չի սպանել։ Սա էլ նայեք Բոստոնում ասա։ Սա մտել են IDF-ի զինվորի, Իսրայելի բանակի զինվորի, ասեն Իսրայելի բանակի զինվորը Բոստոնում բան ունի, սրճարան ունի, խմորեղեն, բեյքերի։ Ու ակտիվիստները մտել են իր մոտ ու կոչ են անում, որ այս բրենդը, ասեմ, եթե Կանադայում ապրող բրենդ մարդիկ կան, իմանան սա բնի մասին է։ Հեսա, Tate, TATTE, եթե տեսնում եք, TATTT, ինչ որ սա ցանց է, եւ կոչ են անում բոյկոտել, այնպես որ իմացեք։ Իրանք ոչ միտեղ չեն մնալու շարժվելու։ Սա է Նետանյահունը, ասում է Թուրքիան ուզում է F-35-ներ գնի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բայց դա չի լինելու ոչ մի պարագայում։ Այս պարագայում ինքը կարող ասի, որովհետև ես ասել եմ, չէ, Ամերիկայում հարցերն ովքեր են լուծում։ Թուրքիան ուզում է գնի, Իսրայելն ասում է ոչ։ Սա նայեք։ Ներունի պատմում է, որ արել են ԴՆԹ թեստ ու շոկի ենթարկվել։ Ակտիվիստ Արշակ Մակիչյանը թուրք ընկերներունի պատմում է, որ արել են ԴՆԹ թեստ ու շոկի ենթարկվել։ Այո, ես ընկերներ ունեմ, ովքեր կարելի ասել թաքնված հայեր են, ովքեր անցել են այս թեստը, եւ նրանք պարզել են, որ իրենք հայ են, քանի որ իրենց տատիկ պապիկները պատմել են, որ ընտանիքում հայեր լինելու մասին պատմություններ են լսել։ Թուրքիայում սա ավելին է, քան ուղղակի ԴՆԹ թեստը, վերլուծաբան Հասան Օքթայի կարծիքով, այս թեստերի արդյունքները Օվկիանոսում ընդամենը 1 կաթիլ են։ Թուրքիան 85-ից 90 միլիոն, այն, որ 2000 մարդ նման հակում ունի, չի նշանակում, որ ընդհանուր առմամբ նման անհանգստության կամ հոռետեսության մեջ են ընկել։ Ձեզ է թվում։ Այսօր դա 2000-ը,
Հետո կարևորը գիտեք նայած ովքեր են այդ 2000 հոգին։ Այդ 2000-ից կարող է 200 այնքան կարևոր մարդիկ լինեն, որ ձեր երկիրը դադարի գոյություն ունենա։ Իսկ եթե դա 2000-ից մեծացավ, իսկ անպայման կմեծանա, որտեղ ասել եմ, հետաքրքրությունը շատ հզոր բան է, շարժիչ ուժ է։ Ասում եմ մենք մնացածը թուրք ենք, տեսեք ոնց է հիմնավորում թուրքերը լինելը, նայեք։ 90%-ով մենք թուրք ենք եւ Թուրքիայի Հանրապետությունում ապրող այս դրոշը, այս անձնագիրը կրող յուրաքանչյուրին մենք թուրք ենք անվանում։ Վերջ, եթե դու այս անձնագիրը կրում ես, ուրեմն դու թուրք ես։ Վերջ։ Այսինքն ենթադրենք 3 սերունդ առաջ մեր ընտանիքում հայկական կամ հունական ԴՆԹ է հայտնաբերվել։ Մենք դա խնդիր չենք համարում։ Վերջ, դա ինքը խնդիր չի համարում, որտեղ ինքը օրիգինալ թուրք է։ Բայց դու հələ մի հատ բացած են երիտասարդին, որ մեկ էլ հասկանում որ ինքը 60-70%-ով հայ է։ Ու դու իրան սովորացրել ես հայ ատել։ Ու ինքը հայ է։ Դու որոշել ես, որ ինքը թուրք է, որտեղ պասպորտով բանով փոխել ես ու ասում ես, դու պասպորտ ունես Թուրքիա, ուրեմն դու թուրք ես։ Երևանում մի քանի Ախ, ես փող ունենայի այս ծրագրին, իմ հաշվին բանը թեստեր ուղարկեի, այնքան ուղարկեի, միջև սս կողքից նայեմ, միջև տեսնեի երբ քանդվում այդ երկիրը։ Շարնազնավորին եմ ուզում մեջ բերեմ։ Մենք պետք է հասկանանք, որ հիանալի երկիր ունենք զարգանալու համար, սակայն այն մի օր կարող է անհետանալ, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ։ Դրա պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարները, Շարլ Ազնավուրը։ Ինչ իմանար Շարլ Ազնավուրը դեռ այն ժամանակ ասել է, դեռ, որ մի օր դա կարող է իրականություն։ Սերժիկ, զգում ես, որ դա քո մասին է։ Ես չեմ ասում, չգիտեմ, ինքը կհասնես ճիվաղի մասին ես ամեն ինչ ասես, թե չէ։ Բայց այս մարդու անհանգստությունը մի օրվա մեջ չէր կարող լինել։ Նացանեք։ Սա գիտեք ինչ է, 11 տարի առաջ է այս միջոցառումները, սա Գագիկ Հարությունյանն է այսօր թարմացրել, լավ ընկեր։ Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի միջոցառում 11 տարի առաջվա։ Հիմա հարց, արդյոք հնարավոր է այսպիսի մի բան անել այսօր։ Օպերային թատրոնում։ Հարց եւ մտորում բոլորիս համար։ Լեոնիդ Ազգալդյանը դա բան չէր, Սարիտաղի վրեժը չէր, Էջմիածնի մանվելը չէր, Շումայիսը չէր։ Դա ֆիզիկ էր։ Ֆիզիկ, ազատամարտիկ ու մեծագույն մտավորական, մեծագույն, դե փոքրիկ զայնալիություններ եք լսեք, դա քաղաքագիտության եւ պատմության դասեր է։ Ու սենց ես որ լսում եմ, շշում եմ, ապշում եմ, թե այդ տարիներին այդքան ինֆորմացիություն եւ այդքան խորքային անալիզ որտեղից։ Ասում եմ կան եղել է, այս մարդիկ եղել են, դա կրողն են եղել։ Այս միջոցառումը դրա պատվին է կազմակերպված եղել ուղիղ 11 տարի առաջ։ Հիմա հարց, արդյոք հնարավոր է այսօր սա։ Եթե ոչ, նշանակում է մենք պետություն չունենք։ Ուղղակի չունենք։ Իսկ սա մտնենք։ Սիրածն ասաց, Մասիսն է սյունն Հայաստանի, հայեր քաշող մագնիս է տունն Հայաստանի, բավ է հայեր ծրված մնակ մատներից պես, հրուցվերն է հավերժություն Հայաստանի, հրուցվերն է անմահություն Հայաստանի։ Ո՞րն է բաբո մեր հայրենիք, են որ ունի բանցր երկինք, են որ ունի կարմիր արև։ Շուրջ, Շիրազի թավունն է, հələ մարդկանց քանակությունն է 84 թվին։ Յուր կապուտակ կրխի վերև, են որ ունի լերն ալագյազ, հալկերն աշուխ, ջերերը սազ, ձյունը գլխի հլուն, հագը կատե տմեր կարուն,
Են որ տեսքով իր սևանի, մազերն արձակ ու կեղանի, նստած հարսի կնմանի, են որ ունի աշխարի թակ, քանց թակավոր մասիս ջերմակ մասիս, սիրտը նրմուր, գլուխը վեր դրախտի տուր, են որ ունի մասիսնի վար, հին բերտեր, վանքեր մթար, որ ավերակ պայստեր տարեր, լուր կաղոթեն երկինքնի վեր, են որ ունի արած, տղմուտ, եւ ապերը մամրոտ ու մուտ, գերեզմաններն են պապերուտ, են որ ղազբեկն ու արագած, արձերու մեջ աղբեր կանգնած, ձեր կզանեն կինոր թասին, ու գծենեն մեր մասիսին, թե հեյ բաբո, բավ չէ մենակ, բանդուխ մնաց, ամբեր ուտած։ Հայրի մասիլարը հարած, հայ ռուսի չի զատվի, երթվում եմ շիրմի դարած, արարատներ կազատվի, երբ էլ լինի, ինչ էլ լինի, թող տեսնամին իմանա, ոչ հայ լեզվով, ոչ հայ հողով, տունդ կիսատ չի մնա։ Ես այս տեսանը, որ նայում եմ, ցերեկներ նայեցի, հիմա էլ եմ մտածում, ասում եմ, ինչ եք պատկերացնում, կա Հայաստանում այսօր հայկական իրականության մեջ մի հատ հեղինակություն, որի մահանալուց այսքան մարդ կգնա։ Եվ ով այդ հեղինակությունը։ Ամբողջ ազգի համար եմ ասում։ Ոչ թե ասենք մի օլիգարխ, որ ասենք մի հազարատ մեքենա ասենց սև G-class հետևից կգնա, չէ։ Սենց հեղինակություն մենք ունենք, որ իր մահանալու պարագայում ամբողջ Հայաստան հետևից կլացի։ Ես սկզբից մտածում էի, տեսնես ով է այսօրվա գրողը, որի հետևից այսքան հայ է լացելու, հետո հասկացա, որ դաժան բան եմ հարց եմ տալիս մի անգամից։ Դա համար մեծացրեցի, ասի, լավ, գրող չէ, ով այդ մարդը, ով այդ հայ մտավորականը, հայ մարդը, հա, որ իր մահանալուց այսքան մարդ հետևից կլացի։ Գիտեք էդ, ես այդ հարցի պատասխանը հիմա չկա իմ գլխի մեջ։ Կարող է կա, ես այս պահին ուղղակի այս հոգեվիճակում ես չեմ գտնում, բայց գրեք, որտեղ դա շատ կարևոր է։ Ու կարևոր է ոչ թե այդ մարդու համար, որ ինքը ասի, փաստորեն ինձ այդքան սիրող կա, չէ, որովհետև հենց այդ մարդու անունը գրվեց, ես այդ պիտի միանգամից հաջորդ հարցը տամ։ Բա ուր ես եղբայր կամ քույրիկ, հարազատս բա ուր ես։ Ազգը քո կարիքն ունի։ Բա գիտեք Շիրազին չեն, ուղղակի ինքը լավ տողեր էր գրում դրա համար, չէ։ Ամեն մարդու սրտի մեջ էր ապրում Շիրազը։ Ամեն մարդու սրտի մեջ էր ապրում, ոչ թե ասենք լավ հանգավորված բանաստեղծություն ուներ, չէ։ Ամեն մի հայի մասնիկն է Շիրազը։ Գրեք տնամ ով է այսօրվա այդ հայը։ Ում եք տեսնում, որ հաջորդ հարցը միանգամից գալու է։ Բա ուր ես հարազատ, աշներս ջուր կտրեց։ Այսօրվա համար ես կան, լավ